Սուրբ Գրիգոր Տաթևացու քարոզը եկեղեցու մասին ըստ այն խոսքի, որ ասում է. եկեղեցում օրհնեցեք Աստծուն և Տիրոջը Իսրայելի աղբյուրներից։ Սաղմոս 67, 27-րդ համար, որ պատշաճում է Մեծիպահոց 3-րդ աշխարհամադրան կիրակին։ Եկեղեցին հոմանուն է և ունի բազմաթիվ նշանակություններ, և հոմանունը պետք է քննվի 3 բանի մեջ. նախ, քանի նշանակություն ունի, ապա որ բանի մասին է խոսքը և ապա նրա մասին խոսելու։ Արդ եկեղեցին մեկ անուն է, երկու բան է իրենից ներկայացնում՝ կառուցվածքը և կառուցողներին, մեկը շինվածքը և մյուսը նրա մեջ բնակվողներին, այսինքն հավաքվածներին և ժողովարանը, որովհետև եկեղեցի անունը առաջացել է հավաքվել բառից, ինչպես Աստված հրամայեց Մովսեսին. հավաքիր ժողովուրդը խորանի դռան մոտ, այսինքն ժողովիր։ Եվ Աստված սկզբից հենց դրանով այդպես անվանեց եկեղեցին։ Արդ եկեղեցու երկու իմաստները մեկ անուն են, բայց ունեն բազմաթիվ նմանություններ ըստ այդ մեկ անվան։ Նախ, ինչպես եկեղեցին քարերից և այլ նյութերից է կառուցված, այնպես էլ մարդը ոսկորներից, երակներից և մարմնից է, կամ էլ տարբերվում է այլ մարդկանցից, ինչպես տղամարդը և կինը, ծերը կամ երեխան կամ այլազգին, նրանք հավաքվելով իմի կոչվում են մեկ եկեղեցի։ Երկրորդ, ինչպես եկեղեցին եռամաս է խորան, գավիթ, սրահ և բեմ, այնպես էլ մարդը երեք մաս ունի՝ մարմին, հոգի և իմացություն։ Երրորդ, եկեղեցու ձևը խաչանման է, արևելյան կողմից գմբեթազարդ է և մարդն էլ խաչաձև է, և դեպի արևելք ենք երկրպագում, որտեղից սպասում ենք փրկչի գալստյան, և գմբեթը վերինը խորհելու համար է, որտեղ Քրիստոս նստած է Աստծու աջ կողմում։ Չորրորդ, սա կոչվում է Աստծու տաճար և բնակության վայր, ըստ այնմ Տերը իր սուրբ տաճարում է, և դուք կենդանի Աստծու տաճար եք, և Աստծու հոգին բնակվում է ձեր մեջ։ Հինգերորդ, եկեղեցու հիմքում 12 քարեր են դրված, և 12 լուսամուտներ մարգարեների և առաքյալների խորհրդով, որոնք եկեղեցու հիմքերն ու լուսավորիչներն են։ Եվ մեր մեջ կան մարմնի 12 անդամներ և 12 զգայարանների դռներ, ինչպես 2 աչք, 2 ականջ, քիթ, բերան և այլն։ Վեցերորդ, եկեղեցին ունի 2 դուռ՝ հարավից և արևմուտքից, որոնք նշանակում են Աստծու ողորմության և արդարության դռները։ Ողորմությունը, երբ անտեսում է մեր մեղքերը, դա հարավային դուռն է, իսկ արդարությունը, որ դեմ հանդիման է, այսինքն ուղղությամբ է դատում, դա արևմտյան դուռն է։ Իսկ մեր մեջ մարմինը, որը նայում է դեպի երկիր և խավար, արևմտյան դուռն է, իսկ միտքը, որ նայում է դեպի երկինք և լույս, հարավայինն է։ Յոթերորդ, եկեղեցում կատարվում են 7 խորհուրդներ, և մեր մեջ են կատարվում դրանք, և մենք կրում ենք մեր մեջ այդ խորհուրդները՝ մկրտություն, դրոժմ, պատարագ, ապաշխարություն, օծում և պսակ։ Ութերորդ, եկեղեցին կոչվում է նաև Սիոնի դուստր, և Սուրբ եկեղեցին անարատ և անբիծ հարս է, կանգնած Փեսայի, Քրիստոսի աջ կողմում, ըստ այն խոսքի, թե կանգնած է թագուհին քո աջ կողմում,
զարդարված ու բաճուճված ոսկեհուռ զգեստներով։ Սա կոչվում է մայր հոգևոր ծննդյամբ ծնվածներիս համար, և նա մայրն ու ծնողն է բարի հոգևոր զավակների։ 9. Եկեղեցում կա փրկարար խաչի մասունքը, և մենք մեր մեջ կրում ենք Քրիստոսի չարչարանքների և մահվան խաչը։ Եկեղեցում կա Սուրբ Սեղանը, իսկ մեր մեջ Սուրբ Սիրտը որպես նվիրական ընծաների սեղան։ Այստեղ եկեղեցում անարյուն պատարագ է մատուցվում, իսկ մեր մեջ բանական, հոգևոր պատարագը, մեր հոգին և մարմինը որպես միշտ կենդանի զոհ Աստծուն։ Այստեղ կան 3 պաշտոնյաների դասեր՝ եպիսկոպոսների, քահանաների և սարգսակների, իսկ մեր մեջ կա անձնիշխան կամքը, իմացությունը և բարի խորհուրդը։ Այստեղ լույս է վառվում, իսկ մեր մեջ խղճմտանքի լույսը և անշեջ Սուրբ Հոգին, որի մասին գրված է «Մի հանգցրեք Սուրբ Հոգին»։ 10. Սա սրբվում է ջրով և օծմամբ և ապա դառնում է եկեղեցի, իսկ այս եկեղեցին մարդը մկրտվում է ջրով և դրոշմվում է Սուրբ Միրոնով, ապա դառնում է եկեղեցի և Քրիստոսի ժողովուրդ։ Այս և նման բաները հաղորդակից են դարձնում այն մեկ անվան հետ, որ կոչվում է եկեղեցի։ Երկրորդը խոսքը եկեղեցու կառույցի մասին է։ Ինչպես վարդապետներն ասում են, որքան մարդը ապրում է աշխարհում, մեղավոր է, և դրա համար կարիք ունի Աստծու հետ հաշտության։ Եվ մեղավորները չեն բարձրանում երկինք, որովհետև այն շատ բարձր է։ Եվ Աստված մարմնավոր տների մեջ է իջնում, որովհետև այնտեղ են մեղավորները բնակվում։ Այդ պատճառով էլ շինեցին այս տունը Աստծու անունով և սրբեցին այն օրհնությամբ, որպեսզի այնտեղ կատարվի մեր հաշտության խորհուրդը։ Քանի որ եթե նյութական չլիներ, մեզ համար բնակության վայր չէր լինի։ Եվ եթե սրբված ու օրհնված չլիներ, Աստված այնտեղ չէր բնակվի։ Եվ ամեն տեղ, որտեղ կա մեղավոր, պետք է եկեղեցի շինել, որպեսզի այնտեղ կատարվի Աստծո հետ հաշտության խորհուրդը։ Եվ ահա եկեղեցին շինվում է 4 պատճառով. առաջինը Աստծու կողմից, երկրորդը մարդկանց կողմից, երրորդը հրեշտակների կողմից, չորրորդը դևերի պատճառով։ Նախ, եկեղեցին շինվում է Աստծու կողմից, որովհետև Աստված այստեղ ունի իր անունը, որովհետև կոչվում է Աստծո տաճար և տուն։ Եվ այս տունը օծված է, և Քրիստոս նշանակում է օծյալ, որ օծվեց աստվածության յուղով, հորից և Սուրբ Հոգուց։ Եվ այստեղ ունի իր աչքերն ու ականջները, ըստ այնմ Տիրոջ աչքերը արդարների վրա են և նրա ականջները նրանց աղոթքների վրա։ Որով տեսնում է մեր ծնկի գալը և սրբերի արտասվելը և լսում է նրանց սրտից եկող աղոթքները ու հառաչանքները։ Եվ տեսնում է նաև ոմանց, ովքեր անպատշաճ նայվածքներով նայում են աջ ու ձախ, որոնք իրենց զարդարում են միմյանց ցույց տալու համար մեղքի ցանկությամբ, և լսում է ոմանց բամբասանքներն ու չարախոսությունները, մանավանդ կանանց կողմից, որոնք պարտավոր են լռությամբ լինել, ծածկել գլուխներն ու դեմքերը և աջ ու ձախ չշրջել աչքերը անամոթությամբ, այլ պետք է իրենց մեջ հավաքեն մտքերը և իրենց առաջ դնեն իրենց մեղքերը։ Եվ ինչպես դատապարտվածները դատավորի առաջ են կանգնած, կապված ձեռքերով ու խոնարհված դեմքերով, նույնպես մեղավորները, աչքերը դեպի ներքև, սրտով կոտրված և
առատ արցունքներով, հառաչանքով և աղաչանքով պիտի խնդրեն իրենց մեղքերի թողությունը աննենք Տիրոջից։ Սա Աստծո կողմից։ Երկրորդը եկեղեցին կառուցվում է մարդկանց կողմից, քանի որ եկեղեցին շատ օգտակար է մարդկանց բոլոր բարիքների ընդունման և բոլոր չարությունների մերժման համար։ Նախ եկեղեցուց ենք ընդունում բարիքները, որովհետև այնտեղ կատարվում են քրիստոնեական 7 խորհուրդները՝ մկրտություն, դրոշմ, հաղորդություն, քահանայություն, ձեռնադրություն, ապաշխարություն, օծում, պսակ և այլ ամեն բան։ Նույնպես այնտեղ աղոթում ենք և խոսում Աստծու հետ և խնդրում ենք բոլոր բարիքները՝ հոգևոր և մարմնավոր, աշխարհին խաղաղություն, թշնամիների հետ հաշտություն, հիվանդներին առողջություն, եղանակի բարեխառնություն, անձրևների և պտուղների առատություն։ Ապա ուրեմն բոլոր հոգևոր և մարմնավոր բարիքները եկեղեցում ենք խնդրում և ընդունում, ինչպես նաև բոլոր չարությունների մերժումը այստեղ է կատարվում։ Նախ խնդրում ենք մեղքերի թողություն, կապանքներից արձակում և դժոխքից ազատություն, և ապա աշխարհի փորձություններից, լինի կարկուտ, լինի երաշտ, լինի ժանտախտ, լինի մահվան վտանգ կամ այլ հիվանդություն, ցավ, ինչ որ խնդրում ենք եկեղեցում, Աստված լսում և հեռացնում է դրանք մեզանից։ Ինչպես Սողոմոնը տաճարի օրհնության ժամանակ խնդրեց այս ամենը և Աստված լսեց։ Ապա ուրեմն օրհնված եկեղեցին օգտակար է մարդկանց, որովհետև բոլոր բարիքները և շնորհները, թե հոգևոր, թե մարմնավոր, այստեղ ենք ընդունում, և բոլոր չարությունները, թե հոգևոր, թե մարմնավոր, այստեղից հեռացվում են մեզանից։ Երրորդ պատճառը, թե ինչու ենք կառուցում եկեղեցին, դա հրեշտակների համար է։ Քանի որ հրեշտակները օրհնված եկեղեցի են իջնում և սպասավորում են մեզ 3 կերպով։ Նախ, երբ Քրիստոսի պատարագն է կատարվում, հրեշտակները գալիս են և սպասավորում են քահանայի հետ։ Այդ պատճառով սրբասացությունը երգում ենք հրեշտակների առաջ, որոնք մարդկանց հետ միասին կանգնած են Սուրբ Պատարագի ժամանակ, որպեսզի հավատացյալներից ոչ ոք չերկմտի։ Քանի որ քահանայի խոսքի ձայնով երկինքը բացվում է, և հրեշտակները իջնում են երկիր և երկրավորներին միանում են Քրիստոսի պատարագի սպասավորության մեջ։ Երկրորդ, սպասավորում են, որպեսզի հավատացյալների աղոթքները մատուցեն Աստծուն, ինչպես ասվում է Տոբիթի գրքում. «Երբ դու աղոթում էիր, և Սառա նույնպես, ես ներկայացրի ձեր աղոթքների հիշատակը Աստծու առաջ»։ Երրորդ, սպասավորում են, որպեսզի հավատացյալներին պահեն դևերի հարձակումներից, երբ նրանք գալիս են եկեղեցի։ Երբ այնտեղ են և երբ վերադառնում են այնտեղից, ինչպես ասվում է Հուդիթի գրքում. «Հրեշտակը պահեց ինձ այնտեղ բնակվելիս և այնտեղից վերադառնալիս»։ Չորրորդ, սպասավորում են, որպեսզի սաղմոսերկուներին ուղղեն և առաջնորդեն, ինչպես ասում է Դավիթ մարգարեն. «Իշխանները առաջ անցան օրհնություն մատուցելու երգիչների և գովաբանողների մեջ»։ Քանի որ սաղմոսերկություններից առաջ են անցնում եկեղեցում և նրանց հետ միասին մասնակցում են Աստծու փառաբանությանը և նրանց հոգիների մեջ անձանձիր օրհնությամբ ներկա են լինում։ Չորրորդ պատճառը, օրհնվում է եկեղեցին դևերի պատճառով, որովհետև օրհնված եկեղեցին շատ ահարգու է դևերի համար այն 5 պատճառներով, որոնք այնտեղ կան։ Նախ, այնտեղ են հրեշտակների օգնությունները, որոնցով եկեղեցին ամրանում է։ Երկրորդ, այնտեղ Տիրոջ մարմինն է պատարագվում և պահվում։ Երրորդ, այնտեղ խաչն է կանգնեցվում։ Չորրորդ, այնտեղ հավատացյալների աղոթքներն են կատարվում։ Հինգերորդ, այնտեղ նաև սրբերի մասունքներն են հանգչում։
Եվ այս բոլորն միասին շատ ահարկու են դևերի համար, քանի որ սատանան առյուծի է նմանվում, ինչպես ասում է Պետրոս առաքյալը, ձեր հակառակորդ սատանան առյուծի պես մռնչում է։ Եվ առյուծը 4 բաներից է վախենում. նախ ընթացող կառքերից եւ անիվներից, երկրորդ կրակի բորբոքումից, երրորդ խոսող մարդուց, հատկապես երբ սպիտակ է, մաքուր է, չորրորդ երբ տեսնում է, որ իր առջև հարվածում են իր ձագին, արդ անիվներն ու կառքերը նշանակում են հրեշտակների զորությունները, ինչպես ասում է Դավիթ մարգարեն, Աստծու կառքերը բյուրավոր են։ Եվ նույն հրեշտակները երևացին հրեղեն կառքերով Եղիա մարգարեին, եւ նրանք ահարկու էին դևերի համար, ինչպես երբ Հակոբը տեսավ սանդուղքը եւ նրա վրա հրեշտակները ելնում ու իջնում էին, ասաց. ահարկու է այս տեղը։ Սանդուղքը մեր ապաշխարությունն է նշանակում, այսինքն երբ հրեշտակները ջանում են ելնել վեր բարձրանալ եւ մեր աղոթքները մատուցում են Աստծուն, դևերը խիստ սարսափում են։ Երկրորդ, առյուծը վախենում է բորբոքված կրակից, որը նշանակում է հավատացյալների ջերմեռանդ աղոթքները, որոնք այդչափ ահարկու են դևերի համար, մինչև իսկ այրում են նրանց, ինչպես ասաց սատանան Սուրբ Բարթողիմեոսին, քո աղոթքները այրում են ինձ։ Եվ նաև վարդապետներն ասում են, թե Աստծու խոսքերը եւ աղոթքների խոսքերը սատանայի դեմ նետեր են։ Եվ դարձյալ ասում են վարդապետները, թե հավատը, հույսը եւ գործերը սուր են սպանող թշնամու։ Երրորդ, առյուծը վախենում է սպիտակ, մաքուր խոսողից, որոնք սրբերն են, նահատակները եւ խոստովանողները, որոնք խոսող եղան, այսինքն վկայեցին Քրիստոսի մասին եւ սպիտակ են, մաքուր կյանքով եւ նրանց մասունքները, որոնք եկեղեցիներում են պահվում, շատ ահարկու են դևերի համար, ինչպես Ավետարանում մեկնվում է, որ ավազակները, երբ ճանաչում են թագավորական նշանը, սարսափում ու փախչում են։ Այսպես նաև դևերը, երբ տեսնում են նահատակների մարմինները դրված, իսկույն սարսափում եւ փախչում են։ Չորրորդ, առյուծը վախենում է, երբ իր առջև հարվածում են իր ձագին, որը նշանակում է Քրիստոսին, եւ նա եղավ Աստծու ձագը մարմնով, որով մեղքերի մեջ ընկածներին կենդանացնում էր, իր խոսքով բժշկում էր չարագործների վերքերը։ Այս կորյունը գանահարվեց ըստ Եսայի մարգարեի խոսքի, ոտքից մինչև գլուխը նրա վրա ողջ տեղ չմնաց։ Բայց այս հարվածներից եւ Տիրոջ չարչարանքներից երկու բան մնաց մեզ հիշատակության համար, մեկը խաչափայտի մասին, մյուսը Տիրոջ մարմնի եւ արյան խորհրդի մասին։ Եվ այս երկուսն էլ սատանայի եւ նրա դևերի համար սարսափելի են, որովհետեւ խաչափայտը ահարկու է, քանի որ նրա համար սուր է, որով վիրավորվում է, ինչպես ասում է Սուրբ Հովհան ոսկեբերանը։ Այնքան զորություն ունի Սուրբ խաչը, որ եթե մեկը մտքով ամբողջապես ունենա այն, դևը չի կարող մոտենալ նրան, տեսնելով այն սուրը, որով ինքը կտրվեց, որով իր գլուխը ջախջախվեց։ Եվ նույնպես դևերի համար սարսափելի է Տիրոջ Սուրբ Մարմնի եւ արյան խորհուրդը, ինչպես ասում է ոսկեբերանը, ուր էլ որ Տիրոջ արյունը տեսնեն, դևերը փախչում են, իսկ հրեշտակները մոտենում են։ Այս 4 պատճառների համար է, որ եկեղեցին շինվում եւ օրհնվում է Քրիստոս Աստծու փառքի համար, ով օրհնված է հավիտյանս։ Ամեն։